Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի հարվճարողի օրվան ընթരാճ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարվճարողների հետ։ Հանդիպման նպատակն է լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները եւ համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին հարվճարողի օրվա առթիվ ընդգծել է, որ պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում հարվճարողների վստահությունն ու համագործակցությունը եւ շարունակելու է գործել թափանցիկության, արդարության ու վստահության սկզբունքներով, բարելավելով հարկային կարգապահությունը։ Այսօրը առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու եւ գնահատելու ձեր ազնիվ ու պատասխանատու մասնակցությունը մեր երկրի տնտեսական կայունության եւ զարգացման գործին։ Ձեր վճարած հարկերի շնորհիվ պետությունը կարողանում է իրականացնել կարևորագույն ծրագրեր կրթության, առողջապահության, պաշտպանության եւ այլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Այս տարի մենք նախաձեռնել ենք եւ շատ խոր ուսումնասիրություններ ենք սկսել օրենսդրական խնդիրների եւ գործնականում առաջացող օրենսդրական դրույթների հետ կապված խնդիրների գույքագրման առումով, որպեսզի փորձենք կարգավորենք այդ բոլոր խնդիրները։ Հանդիպումը շարունակվել է ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով։ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տնտեսվարողներին կառուցողական երկխոսության են հրավիրել։ Ծավալվել է ակտիվ քննարկում, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտային հարցերի, օրենսդրական փոփոխությունների, թվային դրոշմավորման գործընթացի լավարկման եւ այլ հարցերի շուրջ։ Խումբ ստեղծել եւ պրակտիկ խումբ գան ոսկագծերի վրա, այսինքն պրակտիկ տեսնեն ինչա տեղի ունենում եւ հարցին լուծում տան։ Մենք էլ կառավարությունում էլ աշխատանքային խումբ կա, պարբերաբար քննարկումները կատարվում են։ Ձեր բոլոր նշած խնդիրները արձանագրված են։ Իսկ խորքային ուսումնասիրություն պահանջող հարցեր քննարկելու եւ համատեղ լուծում գտնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները եւ սպառիչ լուծումներ գտնել բարձրաձայնված հարցերի շուրջ։ Տնտեսվարողների հավաստմամբ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ՊԵԿ ներկայացուցիչների հետ կառուցողական մթնոլորտում քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները։ Կարևոր է, որ ձևավորվել է կարծես թե ՊԵԿ-ի եւ հարկատուների միջեւ գործընկերային հարաբերություններ եւ լավ կլիներ, որ նմանատիպ լսումները հաճախակի կարողանային կազմակերպել, որ միանգամից հարկատուից լսեին իրենց խնդիրները եւ քննարկման արդյունքում կարծում եմ ցանկացած խելացի քննարկում կբերի ճիշտ լուծման, որն էլ կբերի ի բարություն մեր երկրի, մեր տնտեսության զարգացմանը։ Ուրախ եմ, որ բոլոր հարկատուները արդեն ցկակված են ավելի շատ հարկեր վճարելու, բոլորս հասկանում ենք, որ բյուջեում ներգրաված բոլոր միջոցները դա բոլորը մեզ համար են, ծառայում են մեր նպատակներին։ Միջոցառումը շատ դրական եմ համարում այն իմաստով, որ լսելի դարձանք։ Յուրաքանչյուր հարկվճարող իր մեծ դերակատարում ունի պետականաշինության գործում, բարեխիղճ հարկերի վճարման արդյունքում է, որ պետությունը կարողանում է իրականացնել տարբեր ոլորտներում մեծ կարևորություն ունեցող ծրագրեր։ Կոմիտեն վստահեցնում է, բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնվեն հարկային կարգապահության, վարչարարության արդյունավետության բարձրացման եւ հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում։ Հարկ-վճարողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում հարկ վճարելու մշակութային զարգացմանը նպաստելու ու բարեխիղճ հարկ-վճարողների խրախուսելու նպատակով հարկերի կամավոր հայտարարագրման գործընթացում մի շարք չափորոշիչներում առաջինը արդյունք արձանագրած քաղաքացիները շնորհակալագրեր եւ խորհրդանշական հուշանվերներ են ստացել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարգևատրել է 2025 թվականին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած քաղաքացի Արուսյակ Հարությունյանին։ Իսկ կոմիտեի ղեկավար անձնակազմը առաջինը սոցիալական ծախսի փոխհատուցում ստացած քաղաքացի Մարիամ Գյուրջյանին եւ առաջինը լրացուցիչ հարկ հայտարարագրած քաղաքացի Վահան Թեքքոզյանին։ Հայտարարագիր լրացրած ամենատարեցկին եւ տղամարդ անվանակարգերում ընտրվածներին շնորհակալագրեր եւ հուշանվերներ կհանձնվեն առաջիկայում իրենց բնակության վայրերում։ Իդեպ խորհրդանշական հուշանվերները հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորների ձեռքի աշխատանքներն են։